երբ որ ասենք մեղադրում է, որ նախորդ նախարար Աշոտ Կարապետյանն այս դիրքի հետ կապված իրավիճակի այսպես սկզբնական պատասխանատուն, բայց մոռանում է նշել, որ ինքը 4 տարուց ավելի պաշտպանության նախարար է հանդիսանում։ 4 տարուց ավելի իր պատասխանատվության գոտում է գտնում այս հարցը։ 4 տարուց ավելի ինքը մասնակից է հայ զինվորների, դիրքապահների նվաստացման ստորացման։ 4 տարուց ավելի իր պաշտոնավարման ընթացքում զինվորները գտնում են գերեվարման ուղիղ սպառնալիքի տակ։ Ուղիղ։ Եվ սա որևէ կերպ չի կարող արդարացվել, ասենք իր նախորդի ինչ որ հանցանքով կամ զանցանքով։ Դրան արդարացում չկա, ինքն է պատասխանատուն։ Եվ մեղավորը էլի ինքն է։ Եթե հանցանքը ուրիշն է կատարել, ինքը առնվազն հանցակից է։ Այս վիճակը թույլ տալով, այս իրավիճակի շարունակությունը թույլ տալով։ Ու ելի եմ կրկնում, ասենք պաշտպանության նախարարի ասուլիսը համեմված էր ստերով եւ մանիպուլյացիաներով։ Այսինքն փորձում է համեմատել 18 թվականի եւ 25 թվականի ռազմական ծախսերը։ Դա այն դեպքում, երբ իրեն հարցնում են, թե 26 թվականի 112 միլիարդ կրճատումը ծախսերի ինչի համար է, ինչ պատճառով կամ ինչ նպատակի է հետապնդում։ Այդ պատասխանեց այդ հարցին։ Հենց պատասխանեց, ասաց գնացեք համեմատեք 18 եւ 25 թվականի ծախսերը։